Ընտրությունները ավարտվեցին, ինչպիսի գնահատական ունեք ընտրության արդյունքների հետ կապված, կեղծել են, չեն կեղծել։ Քո անունը հնչի, թե քո անունը չէ։ Քո անունով հնչեցնեմ ես բան խուսափությունը։ Ասեմ որ Շուշան ջան կամ Հենդու ջան, սենց արարմունքի պատճառով մեր ընտրական այդ տեղամասի ոչ նորմալ պայմանների մեջ մենք ընկնելով, ոչ հասկանելով, թե ինչի իմի է գնում, մենք որ իմին ենք պատկանում, որին, այսինքն քանակությամբ շատ գրոպաներ կա, չէ, քանակությամբ, մենք չենք հասկանում, թե դա որ իմին ենք մենք գնում, հա, հիմա ես անձամբ ես, մտածելով այն հանգամանքին, աղջիկ ջան, գնացել եմ ընտրությունների, ընտրել եմ, բայց քանի որ նայել եմ կողքերս, ասում եմ հավերի քանակն է շատ, թե աքլորների, զգացի, որ ոչ մեկի քանակն էլ շատ չի ու ախմախություն այս ընտրությունը գնում, ընդեղ կա խաբեբայություն, ընդեղ կա շուլերություն, ընդեղ կա ոչ ռեալ, ոչ բավական ատյանների մարդիկ, որ իրանք ուղեղը ծախելով ման են գալի։ Այդ նույն կարգը ընդեղ տեղի ունեցավ, բալաջան։ Ես դրա համար վերցրեցի, ոչ մեկին չեմ ընտրել, վերցրել եմ մենակ Հայկ Մարությանին, ես նրա ցավը տանեմ, որտեղ ժամանակի բերումով ինքը իրան չթողեցին, որ ինքը կարգավորվի ու երկար այդ աշխատանքը գնա, իրան հանեցին, բայց ինչ պատճառով, ոչ մեկը չիմացավ, աղջիկ ջան, հիմա ես շշմատ հայացքով գնացել եմ ընտրական տեղամաս ու չեմ կարողացել կոնվորշեմ թե ում ընտրեմ, ստիպված իմ Մարությանին եմ ընտրել, Հայկ Մարությանը, որ ես իրան շատ սիրում եմ, հարգում եմ, չնայած մեր ինչքան վարչապետ, ինչքան ավագանի, ինչքան խելացի մարդիկ եկել են ընտրական մեր այս տեղամասերը և ընտրվել են, ես բոլորին սիրել հարգել եմ, նենց չի եղել, բայց վերջը բոլորն էլ համ ծախո են եղել, համ խորամանկ, համ ասելիս։ Իսկ ըստ ձեզ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, թե պետք է մտնի խորհրդարան։ Չէ, թե ինչ ընտրություն կա, որ մանդատ վերցնի։ Այդ այդտեղ մեկնաբանություններ արել, որ մանդատը այն մարդն է վերցնում, որ հաղթում է։ Բայց հլա մենք ոչ պատերազմի մեջ հաղթեցինք, նորից խաբեցինք, զինվորներ գլխկերը, ստեղ էլ անընդհատ բանալ, սպանություն ալ, մետ ինչումն է խոսք, էդ օպտի, Նիկոլը պտի մանդատ վերցնի, նա օրապար գա, ետ չեմ վախեմ, թե նա առերես, գա այստեղ կանգնի, իմ դեմը կտքեմ իր այրից, թոսն թե հնչեցվի։ Դեռևս ընտրության արդյունքների կեսը չկար ու ինքը հայտարարում էր, որ հաղթել է, ինչպես եք վերաբերվում դրան։ Չէ, նա սուտ է, նա ինքը իր մեջ ստեղծագործություններ է օրնում, ամեն անգամ քնում հելնում է, մի հատ միմոսական դիրքը ինքը դնում է իր մեջ, բայց դա տենց չի, Շուշան ջան, աղջիկ ջան, այդ բոլորն էլ կարծում են, թե ինքը ինչ-որ մի բան արել է, ինքն է իր մեջ ենթադրություններով հասկանում է, որ ինչ-որ բան արել, ժողովուրդը ոչ մի չի արել, մեկ էլ գիտես ինչ, այ ես այն բաները, այն գործողությունը ես իրան կարող է շնորհակալություն հայտնել, ինչ-որ բաներ արել է, հա, այնպես չի, որ չի արել, թոշակը բացատրեց, մի քանի, չգիտեմ, իր պայմաններով այս մաքրություն է կատարվում, իր գիտեմ, այդ ճանապարհները պատրաստում, այդ ես չգիտեմ, ում անունից ես նշանակություն տամ, հա, այդ ինչ-որ առումով երևի իր հրամանով արել է, բայց ես ուզում եմ իրան
երկու բան հղեմ։ Պարոն վարչապետ, ինչ որ անում ես, սկզբնական շրջանում մտածի նոր այդ գործը տարա։ Որովհետև դու մարդուն սպանում ես, գցում ես ցեխի մեջ, նոր անում ես, թաթախում կախում ես ծաղրել։ Ատայս չէ, էլի, այդ ձևի չի։ Նենց արա, որ մարդ քեզ սիրի հարգի։ Ամեն դեպքում դու նաորա տարածում ես, որ ես եմ անում, ես եմ։ Բայց պարոն ոչ ոք չես անում։ Փուչի կա քո ամեն մի բառը։ Այնքան որ բացանում օդ ու տարակում։ Ոնց որ այն անութաչու են հրթիռները գնում են օդի մեջ, դե պայթում են ու վնասներ ալին։ Էլ ինչ ասեմ, բալես, էտա։ Մերսի շատ։